Աստվածաշունչ Մատյանում բազմիցս հիշատակվում է Նաբաթյան Հերոբովամ անով մի թագավոր, ով սարսափելի մեղքեր գործեց Աստծո առջև, դրանցով պղծելով իրեն, իր ընտանիքի անդամներին ու ժողովրդին։ Նա քահանայական իշխանության իրավունք չունեցող անձանց կարգեց քահանաներ, որոնք խունկ էին ծխում ու զոհաբերություններ էին կատարում։ Այդ սրբապղծությունը Աստծո ցասումը առաջացրեց, ինչի հետևանքով Հերոբովամի տունը կորավ և բնաջինջ եղավ երկրի երեսից։ Ինչպես։ Բաասան հենց որ թագավոր դարձավ հաջորդը Հերոբովամից, ջարդեց Հերոբովամի բոլոր տունը, բնավ մի շնչավոր չթողեց Հերոբովամի համար, մինչև որ նրան բնաջինջարեց Տիրոջ խոսքի համեմատ, 3 թագավորաց 12, 31, 13-ից 33, 34։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Ես ես անընդհատ կրկնում եմ, ես Նիկոլի համար եմ կրկնում, և նաև նրանց համար, ով որ մասնակցում են։ Սուրբ Գիրքը մեզ սովորեցնում է, որ 5 կտականի դեպքերը մեզ տրված են որպես օրինակ և խրատ,